դաստակերտի պղինձ մոլիբդենային հանքավայրի կոնսերվացված պոչամբարն է։ Պատվարից ներքև այրիգետն է, որի վրա շահագործվում է դաստակերտ հեկը։ Հեկի աշխատակիցները որոշել են հիդրոէլեկտրակայանի իրենց բիզնեսը համատեղել մեղվաբուծության հետ։ Հայաստանի Հանրապետության ամենափոքր քաղաքից դաստակերտից 1,5 կիլոմետր հեռավորությամբ գտնվում է դաստակերտի պոչամբարը։ Ես հենց այս պահին դաստակերտի պոչամբարի տարածքում եմ։ Այն առաջացել է 1951-ից 75 թվականներին, երբ դաստակերտում գործել է լեռնահարստացման կոմբինատը եւ շահագործվել է պղինձ մոլիբդենային հանքավայրը։ 1976 թվականին պղինձ մոլիբդենային հանքավայրը դադարել է շահագործվել։ Նույն թվականին կոնսերվացվել է նաև դաստակերտի պոչամբարը։ Պոչամբարը օգտակար հանածոների հարստացման արդյունքում առաջացած պինդ կամ հեղուկ թափոնների պահման հիդրոտեխնիկական կառուցվածքն է։ Այսպես սահմանում է ընդերքի մասին օրենսգիրքը։ Պաշտոնական տվյալներով Հայաստանի տարածքում շուրջ 365 միլիոն խորանարդ փաստացի ծավալով 23 պոչամբար կա։ Դրանցից 11-ը կոնսերվացված է եւ ռեկուլտիվացման ենթակա։ Ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերը կորցնում են իրենց առաջնային արժեքը եւ բացասական են ազդում շրջակա բնական միջավայրի վրա։ Ռեկուլտիվացիան խախտված տարածքների վերականգնումն է։ Ռեկուլտիվացման ենթակա է նաեւ դաստակերտի պոչամբարը։ Այս տարածքով անցնում է Կշկոշտի գետը։ Որպեսզի այն շրջանցեր պոչամբարի տարածքը, կառուցվել է հատուկ ջրահեռացման համակարգ պոչամբարի եզրագծով։ Ջրահեռացման համակարգը տարիներ հետո փլուզվել է։ Եվ գետը այլևս սկսել է հոսել պոչամբարի տարածքով, առաջացնելով մեծ փոսեր եւ խոռոչներ։ Կշկոշտի եւ այրի գետը հատվում են պոչամբարի ստորին հատվածում։ Դաստակերտի հանքավայրից վերև այդ նույն գետերից վերցված փորձանմուշների արդյունքները ցույց են տվել, որ վերին հատվածներում դրանք որակվել են որպես լավ, այսինքն երկրորդ դասի։ Իսկ պոչամբարից ներքև ջրերի որակը փոփոխվել է եւ դարձել է վատ, այսինքն 5-րդ դասի։ 2019 թվականին շրջակա միջավայրի նախարարության մասնագետները պոչամբարի թափոնների եւ հողային շերտի նմուշարումներ են կատարել։ Երբ համեմատում ենք ստացված արդյունքները եւ թույլատրելի սահմանային կոնցենտրացիաների շեմը, պարզ է դառնում, որ թե ընդերքօգտագործման թափոններում, թե հողային շերտում մկնդեղի պարունակությունը 11-ից 14 անգամ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Ցինկի պարունակությունը հողային շերտում 7 անգամ է գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Թե մկնդեղը, թե ցինկը հողի քիմիական աղտոտման տեսանկյունից առաջին դասի վտանգավորության նյութեր են։ Դրանք դասակարգված են հողի որակի հիգիենիկ եւ սանիտարական կանոնների եւ նորմերի մասին առողջապահության նախարարի համապատասխան հրամանում։ Այրիգետից օգտվում է երկու բնակավայր՝ Տորոնիկն ու Տոլորսը։ Փաստացի 64 բնակիչ ունեցող Տորոնիկում 2,5 հեկտար է ոռոգվում այդ գետով։ Հիմնականում կարտոֆիլ, լոբի, քիչ քանակությամբ լոլիկ եւ վարունգ են աճեցնում։ Բանջարեղենը գյուղացիներն իրենք են օգտագործում, նաեւ իրացնում են շուկաներում։ Մեր գյուղը ոռոգման ջուր չունի, ժողովրդի տնամերձերը բաժանված է գետափնյա տարածքից, ամբողջովին 95% կարելի ասել այրիգետով են ոռոգում։ Ինչ վերաբերում է մոլիբդենի պոչամբարի գործունեությանը, մենք նկատում ենք հողի մեջ շերտ է տարեկան ավելանում է այդ մոլիբդենի այդպես բան սլոյ գնում է, բայց իսկ վնասատալի մենք էդի չենք նկատել, երևի ռադիացիա բանդետի հատուկ չափումներ է պետք է մենք չենք կարող օդում ոչ բան ասել։ Որ հողի որակական հատկանիշները փոխվում է, ավելի մածուցիկ է դառնում, ոչ թե փխրուն, այլ կորցնում է իր փխրունությունը։ Այդ ակները վերևում է։ Դաստակերտի պոչամբարի տարածքը 3,85 հեկտար է։ Այստեղ ամբարված է եղել 1,5 միլիոն խորանարդ թափոն։ Թեպետ նախագծային ծավալը ամբարվածի կրկնակին է եղել, թե ինչ է մնացել պոչամբարի պարունակությունից, հայտնի չէ։ Պոչամբարի 30 մետրանոց պատվարը կառուցված է եղել խճաքարից, կավից եւ լեռնային ապարների բեկորներից։ Դրանք արդեն վաղուց քայքայված են։ Չնայած դրան, դաստակերտի հանքավայրի կենտրոնական տեղամասի համար ընդերքօգտագործման իրավունք ստացած մոլիբդենի աշխարհ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը դաստակերտի կոնսերվացված պոչամբարը պետք է ծառայեցներ որպես պահեստային պոչամբար։ Այս մասին ընկերությունը նշել է շրջակա միջավայրի վրա գնահատման հայտում, որը ստացել է դրական եզրակացություն։
Ընկերությունը սակայն դեռ չի շահագործում դաստակերտի հանքավայրը։ Պատճառները բազմազան են՝ փոխօգտագործման խնդիրներ, ներքօգտագործման իրավունքի դադարեցման հիմքով դատական գործընթացներ։ Մոլիբդենի աշխարհսահմանապակ պատասխանատվությամբ ընկերությունը դաստակերտի պոչամբարի կառավարման որևէ աշխատանք չի իրականացնում։ Պոչամբարը ցանկապատված չէ, ճանապարհի անմիջական հարևանությամբ է եւ մուտքն արգելող կամ վտանգավորության վերաբերյալ որևէ ցուցանակ չկա։ Լենտել քաշված չի եղել, միշտ բաց է եղել, հասանելի գյուղատնտեսական ապրանքներին էլ մարկանցել։ Մի 2 տարի առաջ եկան բան վերցին, պրոբեն ասում են, ես չգիտեմ այդ իրանց բանով տանել վերամշակման։ Այդ ժամանակ ասենք կպրծնի էլի երևի։ Ու նորից երկիրը խառնվավ, էլ պատերազմում։ Ձեզ ինչ կա։ Ինչ վնաս է տալի։ Հիմա ամեն ինչից մի բան կասկածում ես։ Ինչ որ մեկի ստեյց որ գնում են ուրիշ տեղ որ հիվանդան մտածում ենք ինչից կլինի ստեյցի։ Միշտ էլ կասկածանքով ասենք ինչ որ ճիշտն է կարտոֆիլը քանդելուց ասենք որտեղ շերտը սպիտակոտ երևում է ասենք դե մերես մի քիչ տարիքոքին կարող ասի ես մի վերցրեք էլի։ Մեկը մի հատ պետական մարմին գա կամ սանիտիպիտ կա նա որ տեղյակ է։ Որ զգուշացնի որ մոլիբդենի ալնելու ժամանակ մի բան արեք։ Էլ ասում եմ, էլ ինչ պնդացավ վերևի շերտը պնդացել է, էլ չկա, էլ հոսք չկա։ Էլ ինչ քշելու է, արդեն անձրևը քշե տարել է, մնացել է պինդ մնացածը այլ լճում մեծ նստված կլինի, տակերը հաստատ է, եթե կտրված կտան, ինչ որ մի ափը որ ջուրը բաց են տալ։ Նա կտրված տալ բարդ կտենակ շերտերը, որ վարարելուց մոլիբդենը լցրի, հետո տիղմը, հետո մոլիբդեն։ Այդ կերև, անդե կերևատ։ 11 կոնսերվացված պոչամբարների ցանկում ներառված են նաև այն պոչամբարները, որոնք ինչ-որ ժամանակ ռեկուլտիվացվել են, սակայն իրականացված մեխանիկական ռեկուլտիվացումը պատշաճ որակի չի եղել, եւ այժմ դրանք կրկին ռեկուլտիվացնելու անհրաժեշտություն է առաջացել։ Կառավարությունը հաստատել է, որ ռեկուլտիվացման ենթակա են բոլոր այն հողերը, որոնք բացասական ներգործության արդյունքում ամբողջովին կամ մասնակի կորցրել են իրենց առաջնային տնտեսական արժեքը։ Պոչամբարները Հայաստանում գրանցված են արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում, որն այժմ ներքին գործերի նախարարության ենթակայության ներքո է։ Արդեն նախկին նախարար Վահե Ղազարյանին խնդրել էինք տրամադրել այս պահին չռեկուլտիվացված պոչամբարների թարմացված ցանկը, գտնվելու վայրը, ծավալները եւ պարունակությունը։ Նախարարությունը սակայն մեծ տվյալներ չի տրամադրել։ Մեջբերում պատասխանից։ Արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցված պոչամբարների հետ կապված տեղեկատվությունը տրամադրման եւ հրապարակման ենթակա չէ։ Այսպես է պատասխանել ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Տիգրան Պետրոսյանը։ Նա իր մերժումը հիմնավորել է արտակարգ իրավիճակների նախարարի 2017 թվականի հուլիսի 20-ի հրամանով, որտեղ սակայն արտադրական վտանգավոր օբյեկտների մասին խոսք չկա։ Պոչամբարները բաց երկնքի տակ գտնվող կառույցներ են հասանելի արբանյակային տեսալուսանկարահանման համար, թե ինչու ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության գնդապետը դրանց վերաբերյալ ինֆորմացիա չի տրամադրել, հասկանալի չէ։ Մեջբերում օրենքից։ Տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա ներկայացվում է բնության եւ շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, առևտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը։ 2018-ից 19 թվականներին շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները կատարել են Հայաստանի տարածքում ընդերքօգտագործման թափոնների լքված տեղամասերի եւ փակված պոչամբարների տեղադիրքերի ուսումնասիրություն, թափոնների հողային ծածկույթի եւ մակերևույթային ջրերի քիմիական կազմի վերլուծություն, թափոնների ծավալների մոտավոր գնահատում։ Դրա հիման վրա նախարարի հրամանով առանձնացվել է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող 5 պոչամբար։ Դաստակերտի պոչամբարը դրանց թվում է, Սյունիքի մարզում եւս 2-ը, Փխրուտն ու Ողջին, Լոռու մարզում Նազիկ պոչամբարը, Գեղարքունիքում Սոտքի պոչամբարը։ Տեղափոխվենք հյուսիս։ 10-րդ դարից մեզ հասած Ախթալայի վանական այս համալիրը վերջին տարիներին տուրիստական հայտնի ուղղություն է դարձել։ Տարեկան 60-ից 70 հազար այցելու է ունենում։ 10 տարի առաջ այդ թիվը զգալիորեն քիչ էր՝ 8-ից 10 հազար։ Վանական համալիրի անմիջական հարևանությամբ Նազիկ փակված պոչամբարն է, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի 3 պոչամբարներից մեկը։ Սա այն պոչամբարներից է, որը մեկ անգամ արդեն ռեկուլտիվացվել է, սակայն կրկին ռեկուլտիվացնելու անհրաժեշտություն կա։ Նազիկ պոչամբարը զբաղեցնում է մոտ 2 հեկտար տարածք։ Պոչամբարը գործարկվել է 1971 թվականին։
17 տարի անց կոնսերվացվել է, սակայն 2000 թվականին վերագործարկվել է եւ վերջնականապես փակվել է 2010 թվականին։ Աղթալայի վանքի տարածքում ենք եւ առաջի պղինձը Աղթալայից հենց այս տարածքից են գտել եւ ձուլել։ Այն հատվածները դուք տեսնում եք պղնձած ձուլարաններն են, բայց եթե դուք ուշադիր նայեք, կամ պարսպից կտեսնեք, որ պոչերը մնացել են եւ հողի, այսպես ասած, բավարար շերտը չի մնացել, որ պետք է պաշտպաներ։ Գերագույն խնդիրը Աղթալայի համայնքի ոչ միայն վանքի եւ տուրիստական այս հոսքի հետ կապված դա նազիկ պոչամբարն է, որը պետք է ռեկուլտիվացվի նորից։ Հիմա դուք տեսնում եք, որ Աղթալայի համայնքում ոչ միայն նազիկ պոչամբարը կա, պոչերի հետքերը կան, այլ նաեւ Աղթալա համայնքի տարբեր հատվածներում փռված են եւ դրանք չեն փակվել եւ տուրիստները, որ հատկապես գալիս են Աղթալա, տեսնում են հարց են տալիս. Ինչ է սա, եւ մենք պատասխանում ենք, որ սա պղնձի, այսպես ասած, մնացորդներն են եւ ներքևի մասը իհարկե չենք էլ ասում ամբողջությամբ, որ եղել է պոչամբար, որովհետեւ կարող է մարդկանց մոտ վախի, այսպես ասած, տրամադրություն ստեղծել։ Նազիկ պոչամբարը Աղթալա գետի հովտում է։ Աղթալան Դեբեդի վտակներից է։ Պետական մոնիթորինգ իրականացնող շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոնը տարիներ շարունակ ուսումնասիրում է Աղթալա գետը եւ որակում որպես վատ, այսինքն 5-րդ դասի։ Պետական մարմինը նշում է պատճառը։ Հանքարդյունաբերական գործունեության հետևանքով գետն աղտոտված է ծանր մետաղներով՝ ցինկով, պղնձով, կադմիումով, մանգանով, կոբալտով, անագով, սուլֆատ իոնով եւ կախութային չոր նյութերով։ Այն ժամանակ բաց է այդ տարածքը, այդտեղ երեխեքներ են խաղում։ Հիմա էլ ասիլ կլինի բաց է, եթե ուզենաս այդտեղ ներքևի մասը էլի նույն ձևի բաց է։ Հենց արտասահմանցիներին էդ էր զարմացնում, որ դեղին ինչ որ բանա, ասենց հետ կա սախարայիններ նմանում, ինչ էդ էր էկզոտիկա, բայց թե այդ էկզոտիկան ծանր մետաղներ է պարունակում իր մեջ, նոր հող են բերել, լցրել, որ մթամ մաքրվում է բանից, ծանր մետաղներից, բայց դրանից հետո արդեն նորից այդ նույն ծանր մետաղները հիմա եթե գնաք ստուգեք նորից կլինի, որովհետև հիմնարկ աշխատում է։ Ծանր մետաղներով հողի աղտոտվածության վերաբերյալ հիդրոօթերևութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի ուսումնասիրությունները, մասնավորապես 2023 թվականի վերջին եռամսյակի ցուցանիշները ցույց են տալիս, որ Աղթալայի հողերում բարձր են հատկապես մկնդեղի, պղնձի եւ ցինկի կոնցենտրացիաները, եւ դրանք քանիցս գերազանցում են սահմանված թույլատրելի կոնցենտրացիան։ Օրինակ, մկնդեղի ցուցանիշն այստեղ շատ բարձր է, գերազանցելով թույլատրելի նորման 36 անգամ, պղնձի պարունակությունը 102 անգամ։ 6 տարի առաջ Աղթալայի վանքում սկսեցինք բնապահպանական այսպես մի ծրագիր իրականացնել, որտեղ մկնդեղի պարունակությունը նորմայից քառապատիկ բարձր էր։ Այսինքն այդ շլակները, այդ ձուլած նյութերը ամբողջությամբ վանքի բակը աղտոտված էր եւ մարդկանց բնակչության համար դա մեծ խնդիր էր։ Եվ այդ ծրագրով ամբողջ հողը մաքրվել է, գեոտեքստիլ է փռվել եւ այս կանաչեղենը, որ տեսնում եք, արդեն բնապահպանական այս ծրագրի արդյունքում է, որը տեղի ունեցել։ Հիմա պետք է մենք հասկանանք, որ եթե հանքերը փակվեն, տեղացիները ինչով պետք է իրենք տնտեսությունը զարգացնեն եւ հեռանկարայինը Լոռվա մարզում դա туриզմն է։ Տուրիստները գալիս են կամ տուրիստները չեն գալիս, այսպես ասած, այն մարդիկ, ովքեր ուզում են ներդրումներ կատարել, բիզնեսմենները, իրանք եթե տեսնում են այս պոչանքները եւ պոչամբարը, իրենց համար խնդիր է առաջանում։ Արդյոք տուրիստները այստեղ կապրեն, թե ոչ, կմնան, թե ոչ, որտեղ մարդու առողջությանը վնաս է դա։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը վերջին 5 տարվա ընթացքում լքված, կոնսերվացված, ռեկուլտիվացման ենթակա պոչամբարներում ստուգումներ, ուսումնասիրություններ չի իրականացրել։ Այս մասին մեր գրության պատասխանում հաստատել է տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը։ Չեխական Արնիկա հասարակական կազմակերպությունը երկար տարիներ աշխատում է Հայաստանում։ 2018 թվականից
հանքարդյունաբերական եւ մետաղամշակման հետևանքով առաջացած աղտոտվածության ուղղությամբ։ Առաջին ծավալուն ուսումնասիրությունն իրականացրել են Հայաստանի հյուսիսում, Լոռու մարզում։ Ամբողջական պատկեր ստանալու համար փորձանմուշներ են վերցրել Ալավերդու պղնձաձուլական գործարանի, հանքերի եւ պոչամբարների շրջակայքից։ Նմուշարումներ են արվել նաեւ Նահատակի եւ Նազիկի պոչամբարներից եւ շրջակայքից։ Ուսումնասիրվել է նմուշների երկու հավաքածու՝ մարդկանցից եւ շրջակա միջավայրից։ Կենսաբանական նմուշները ներառել են ազդակիր կամ պոտենցիալ ազդեցության տակ գտնվող համայնքների բնակիչների մազի եւ մեզի նմուշներ։ Իսկ շրջակա միջավայրին է նմուշներ Տեբետ գետից, տեղական փոքր առվակներից, հողից եւ փոշուց։ We identified that, for instance, in Aktala and in Metzayrum, the higher amounts. Եթե ամփոփեմ մեր ծրագրերի բոլոր արդյունքները, մենք մեծ քանակով աղտոտվածություն գտանք պոչամբարների եւ թեժ կետերի մոտակայքում։ Մենք օրինակ գտանք, որ Աղթալայում եւ Մեծայրումում մեծ քանակով ծանր մետաղներ կային այն վայրերում, որտեղ նմուշներ ենք վերցրել պոչամբարների մոտակայքից։ Մենք շոկի մեջ էինք, երբ տեսանք արսենիումի եւ կադմիումի մակարդակի թվերը շրջակա միջավայրի նմուշներում։ Մեծ քանակով ծանր մետաղներ հայտնաբերեցինք նաեւ Տեբետ գետի այն մասում, որը պոչամբարներից հետո է շարունակվում։ Այս երկու ենթակառուցվածքները մեծ վտանգ են ներկայացնում տեղացիների համար։ Նույնն է հաստատում նաեւ բնակիչների մեզի անալիզում եւ մազի օրինակներում մետաղների բարձր մակարդակը։ 3 տղայի 8, 14, 15 տարեկան մեզի անալիզներում մեծ էր արսենիումի մակարդակը։ Սովորաբար մենք մեր արդյունքները համեմատում ենք իրավական գործիքների հետ, որն ունենք Եվրոպայում կամ աշխարհում։ Այս 3 արդյունքը չեխական ստանդարտների հետ համեմատելիս ավելի բարձր էր, համեմատած արսենիումի բարձր մակարդակ ակնկալվող միջավայրում աշխատող չափահաս մարդկանց հետ։ Դժվար է համեմատել պարզապես պոչամբարի մոտ ապրող գյուղացի 3 տղային այն չափահաս աշխատողի հետ, որի դեպքում սպասվում է արսենիումի բարձր մակարդակ։ Մեր ստացած արդյունքները տագնապալի են։ Բոլոր պոչամբարների հարևանությամբ մոտ տարածության վրա սողանքային մարմիններ կան։ Օրինակ, Նազիկ պոչամբարից շուրջ 900 մետր հեռավորությամբ 2 սողանքային մարմիններ կան։ Դաստակերտի պոչամբարի երկու կողմում նույնպես 2 սողանքային մարմիններ կան, շուրջ 1 կիլոմետր հեռավորությամբ։ 900 մետր հեռավորությամբ սողանքային մարմին կա նաև Փխրուտի մոտ, իսկ Ողջիի պոչամբարի մի հատվածը համընկնում է սողանքային մարմնի մի մասի հետ։ Հայաստանը զերծ չէ բնական աղետներից։ If I can identify some. Եթե նշելու լինեմ կոնկրետ վտանգներ, կասեմ Աղթալայի եւ Նազիկի մասին։ Թեպետ Նազիկի պոչամբարը վերամշակված է։ Մենք ստացանք շատ հաղորդագրություններ եւ ազդանշաններ տեղացիներից, որ վարար անձրևների կամ ձյան ժամանակ կամ երբ բնության որևէ զգալի երևույթ է տեղի ունենում, վերամշակված պոչամբարն ունի տեսանելի արտահոսքեր դեպի Տեբետ գետ, որը հետո հոսում է դեպի Վրաստան։ Սա բավականին վտանգավոր է տեղացիների համար, քանի որ կարող է աղտոտել նաեւ գետի ջուրը եւ Տեբետի մակերեսային ջուրը։ Հա, դա այստեղ շատ պարզ գործողությունների հաջորդականություն է պահանջվում, պարզապես կլինի դա պոչամբարի ռեկուլտիվացիա թե ասֆալտ փռել, դա մոտարապես նույն բանն է, պետք է մարդիկ ուղղակի այն մարդիկ, որոնք ստացել են ենթադրաբար տենդեր են շահել եւ իրականացնել այդ աշխատանքը, նրանք պետք է եթե պատշաճ չեն իրականացրել, ենթարկվում են հետապնդման եւ վերականգնեն վնասը, եթե պետությունը վնաս է կրել ոչ պատշաճ ռեկուլտիվացիայի արդյունքում։ Այստեղ նույն սկզբունքն է գործում, ինչ որ ցանկացած այլ տենդերով իրականացված գործունեության համար։ Նույն Նազիկի պոչամբարը երբ նայում ենք, եկեղեցու Աղթալայի եկեղեցու անմիջական հարևանությամբ, տեսնում եք ինչ վիճակում է այսօր էլ գտնվում, ինչպես է նորից այնտեղից հոսք դեպի գետը ռեկուլտիվացված վիճակը այդ պոչամբարի ակնհայտորեն ոչ մասնագիտական աչքով էլ բավարար չէ։ Այդտեղից ահա որ հոտ է գալիս, ոնց կարող է հոտ գալ ռեկուլտիվացված օբյեկտից, մանավանդ որ շատերը խոսում են թե այդ օբյեկտները վաղը դառնալու են գոլֆի դաշտեր, չգիտեմ ինչեր։ Այստեղ գալիս ենք կոռուպցիայի գործոնին։ Եթե մենք գալիս ենք այն հետևության, որ այդ պոչամբարները հանձնելիս դրանք չեն եղել այն վիճակում, որը օրենքը պահանջում է, ապա ինչպես են պետական մարմինները ընդունել դրանք։ Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները գույքագրել են Նազիկ, Սոտքի, Դաստակերտի, Ողջիի եւ Փխրուտի փակված պոչամբարները։ Մնացածները չեն գույքագրել, որովհետեւ դրանց ընդերքօգտագործման իրավունքները դեռևս վավեր են։ Երկար տարիներ չեն գործում Մղարթի, Թուխմանուկի, Արմանիսի հանքավայրերը։
Դրանց պոչամբարների ճակատագիրը դեռևս անհայտ է, քանի որ կան քրեական, դատական եւ վարչական գործեր, որոնցից հետո պարզ կլինի նաեւ ընդերքօգտագործման իրավունքի հարցը եւ պոչամբարի ճակատագիրը։ Բայց այդտեղ կա էլի իրավական կազուս։ Ժամանակին պետական մարմինները, կարծեմ ՏԿ-ն, դատական կարգով փորձել էր նրանց զրկել ընդերքօգտագործման իրավունքից, նեղություն դատական կարգով չէ, վարչական կարգով, հետո այդ ընկերությունները դատական կարգով վերականգնեցին։ Բայց ինչն է այստեղ զավեշտալի, որ քանի որ այդ ընկերությունները փաստացի չեն գործում, պետական մարմինը հողում կատարելով գործող կարգավորումներին զրկեց նրանց այդ իրավունքից։ Հիմա ընկերությունները վերականգնեցին այդ իրավունքը, բայց շարունակում են չգործել։ Հիմա այստեղ առաջանում է հարց, նույն այդ պոչամբարների համատեքստում, չէ՞ որ նույն դաստակերտի օրինակ պոչամբարը, որը շատ վթարային վիճակում է գտնվում, բայց այդ ընկերությունը շարունակում է պահպանել իր ընդերքօգտագործման իրավունքը։ Հիմա ով է պատասխանատու այդ պոչամբարի անվտանգության կամ որ այդ պոչամբարից շրջակա միջավայր անհամաչափ մեծ աղտոտում չգնա։ Պատասխանատու է ընկերությունը, արդյոք ընկերությունը դա անում է։ Պետական մարմինը տվյալ պարագայում արդեն պետք է ստուգում իրականացնելու միջոցով պարտավորեցնի ընկերություններին ընդերքօգտագործման պայմանագրով, ընդերքօգտագործման իրավունքով ամրագրված իրենց պարտավորությունները, այդ թվում պոչամբարի անվտանգության ապահովման վերաբերյալ իրականացնել, ապահովել։ Եվ ինչու դա չեն անում։ Համաձայն ընդերքի մասին օրենսգրքի, ընդերքօգտագործողները հանքի շահագործումից 2 տարի առաջ պետք է շրջակա միջավայրի ազդեցության գնահատման եւ փորձաքննության ներկայացնեն հանքի փակման վերջնական ծրագիրը, որում ներառվելու են նաեւ ռեկուլտիվացիոն աշխատանքները։ Պոչամբարը ինքը իրենով ինչ խնդիր է առաջացնում։ Ինքը այնտեղ կուտակված հանքարդյունաբերական թափոններ են, շատ վտանգավոր թափոններ են մարդու առողջության համար։ Եվ եթե պատշաճ չի կառավարվում տվյալ պոչամբարը, ապա այդտեղից լինում են արտահոսքեր, հատկապես մակերևութային դեպի ջրեր, գետեր, որոնք օգտագործվում են ոռոգման համար։ Ոռոգման արդյունքում աճեցվում է սնունդ, որը շրջանառության մեջ է դրվում եւ մենք գնում ենք այդ սնունդը, սնվում ենք դրանով եւ այդ ամենը մտնում է մեր օրգանիզմ։ Ես վստահ չեմ, որ սննդի անվտանգության համար պատասխանատու մարմինները պատշաճ դրանք վերահսկում են, ոչ համոզված եմ, որ չեն վերահսկում, հատկապես այդ ծանր մետաղների եւ այլնի հետ կապված այդ բաները։ Ու այսպես, երբ այդ հարցերը բարձրացվում են հատկապես ազդակիր համայնքների բնակիչների կողմից, որոնք անմիջական ազդեցության կրողներն են, ասում են գնացեք դիմեք դատարան։ Իսկ պետությունը իր ձեռքերը լվանում է, պատկան մարմինները լվանում են ձեռքերը, ընկերությունը շարունակում է նույն կերպ, պետական մարմինները շարունակում են նույն կերպ չվերահսկել, պատշաճ կերպով, պատշաճ դաշտ չբերել այդ սուբյեկտներին, տնտեսվարող սուբյեկտներին, եւ ամեն ինչ շարունակվում է այնպես ինչպես որ կա։ Ու եթե դու քո հարազատներին, հատկապես նաեւ երեխաներին ինչ որ բան ես պաղպաղակ ես ասենք, հա, գնում չգիտես այդ կաթը որտեղից է բերված։ Կոնսերվացված պոչամբարների ռեկուլտիվացման աշխատանքներ իրականացնում է պետությունը, իդեմս շրջակա միջավայրի նախարարության։ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի որոշման մեջ ներառվել է ընդերքօգտագործման թափոնների լքված տիրազուրկ տեղամասերի եւ օբյեկտների ռեկուլտիվացիայի համար նախագծային փաթեթների մշակում միջոցառումը։ Դրա շրջանակներում 2022 թվականին գնումների մասին օրենքով նախատեսված ընթացակարգերով կազմակերպվել է մրցույթ։ Շրջակա միջավայրի նախարարությունը մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ նազիկ եւ փխրուտի փակված պոչամբարների ռեկուլտիվացիոն աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի մշակման համար կնքվել են պայմանագրեր հաղթող ճանաչված 2 ընկերության հետ։ Նազիկ պոչամբարի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման մրցույթում հաղթող է դարձել Geospace ՍՊԸ-ն, իսկ փխրուտ պոչամբարի համար մրցույթում հաղթել է Cluster ՍՊԸ-ն։ 2022 թվականի ապրիլին եւ հունիսին ստեղծված այս ընկերությունները սեպտեմբերին մասնակցել են հայտարարված մրցույթի եւ հաղթող ճանաչվել։ Նախագծանախահաշվային աշխատանքները 2 ընկերություններն էլ կատարել են 69 միլիոն դրամով։ Նազիկ պոչամբարի մրցույթում հաղթող ընկերության հիմնադիր եւ տնօրեն Էդգար Սարգսյանը խուսափեց մեզ հետ զրույցից։ Նազիկ եւ փխրուտ պոչամբարների ռեկուլտիվացիայի նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթները մշակվել են 2023 թվականին եւ սահմանված ժամկետում ներկայացվել են շրջակա միջավայրի նախարարություն։ Առ այսօր, սակայն, ոչ մի պոչամբար չի ռեկուլտիվացվել։ Մյուս 3 պոչամբարների համար հայտարարված մրցույթում հաղթողներ չեն եղել։
Շրջակա միջավայրի նախարարությունը չի ցանկանում խոսել Հայաստանում չռեկուլտիվացված կամ ռեկուլտիվացման ենթակա պոչամբարների մասին։ Նախարարությունը հանձին նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի չռեկուլտիվացված պոչամբարների վերաբերյալ մեր հարցազրույցի խնդրանքը մերժեց։ Փոխնախարարը պահանջեց ներկայացնել ֆիլմի ողջ բովանդակությունը, ինչպես նաև ֆիլմի բանախոսներին, քանի որ դա լրատվամիջոցի համար անընդունելի է եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չսահմանված պահանջ, եւս մեկ դիմում ուղղեցինք նախարարին։ Նախարարության վերջնական պատասխանն անփոփոխ էր։ Մեջբերում եմ։ Նախարարության ներկայացուցիչ չի մասնակցի հարցազրույցին ֆիլմի բովանդակությունը ձեր կողմից նախապես չներկայացված լինելու պատճառով։